Հազիվ էի աչքս կպցրել, մեկ էլ միանգամից վեր թռա, ինձ թվաց պատերազմ է սկսվել, հենց այսպես էլ զայրույթը նկարագրեց մեզ ահազանգած քաղաքացին, հատկապես ռեստորանային համալիրներին մոտ ապրողները տարիներ շարունակ քուն ու դադար չունեն օբյեկտների հրավառության աղմուկից։ Թե մարդկանց մոտ, թե կենդանիների մոտ բարձր ձայնը, այդպես ճիչը, դա ահազանգի նշան է։ Մեծ քանակությամբ ադրենալին է առաջանում արյան մեջ, հետո մարդը սաստում է իրեն, հասկանալով, որ փախնելու կարիք չկա։ Եվ այդ ստրեսը այդ ժամանակ զարգանում է։ Աղմուկից վտանգավոր կարող է միայն ասենք թե վթարել լինի, որտեղ եթե ամեն օր այդ մարդու վրա այդ աղմուկը ազդում է մարդու վրա, մարդը կարող է հասնել մինչև ինքնասպանության։ Որ Երևանում ու հանրապետության որոշ խոշոր քաղաքներում ամենուր անգամ բնակելի շենքերին շատ մոտ կան ռեստորանային համալիրներ, փաստ է։ Փաստ է նաև այն, որ դրանք աշխատում են, ինչպես ասում են, փողին մունած սկզբունքով։ Վճարեք ու ձեր ուզած ժամին հրավառությունն ապահովված է։ Իսկ քաղաքացու անդորը խանգարելու եւ իրավունքները ոտնահարելու մասին մտածելն այս դեպքում մեղմ ասած ավելորդ է։ Երեխան եթե քնած լինի, հաստատ կարթնանա այդ ձայնից։ Պարզալ, շենքը դղրդում է։ Դասարկուսից հետո լինում, ընթացքում լինում, բայց սխալը նրանում է, որ բնակելի տարածքում է։ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը նախատեսում է յուրաքանչյուրի հանգստի իրավունքը եւ նման արտադրատեսակների օգտագործումը, այն էլ ուշ ժամերին, միանշանակ խաթարում է այդ իրավունքի օգտագործմանը եւ պահպանմանը։ Հիմա հավանաբար ռեստորանների տերերը մտածում են, հա ինչ, ընդհանրապես հրավառություն ու մի քիչ ձայն։ Այսօր ոչ ոքի ծննդյան օրը չէ, բայց ես կկազմակերպեմ փոքրիկ հրավառություն եւ ընթացքում կտեսնենք, թե ձայնի դեցիբելը ինչքան է։ Այս պահին բարձրակարգ աղմուկաչափը ցույց է տալիս 80 դեցիբել։ Պատկերացրեք, թե ինչ աղմուկ է դուրս գալիս այն ժամանակ, երբ ռեստորանային համալիրները որոշում են ծննդյան կամ հարսանեկան օրերին կազմակերպել հրավառություն։ Կարելի է ասել գերազանցեցի աղմուկի համար նախատեսված նորմը։ Ցերեկային ժամերին այն չպետք է գերազանցի 40, իսկ գիշերային ժամերին 30 դեցիբելը։ Եթե լսում եք այդ աղմուկը, ուրեմն 30-ից անցնում է։ 35, 32, 33, 40, եթե արդեն պատրաստ ենք պարոլի, կարող է 50-ին հասնել։ Տեսեք, ինքը տվեց մեքենան, մեծ բեռնատար մեքենան, որ անցավ, ինքը միջև մաքսիմումը տվեց 83 դեցիբել։ Ավելի լավ պատկերացնելու համար նշեմ, որ 100 դեցիբելից բարձր աղմուկը մարդու մոտ առաջացնում է հարբածության նման վիճակ։ Դա արյան մեջ մեծ քանակությամբ ադրենալինի արտադրության հետևանք է։ Բնակելի շենքերում ապրողները հաճախ են բողոքում այն երեխաներից, որոնք բակում պայթեցնում են այսպիսի պայթուցիկներ։ Հիմա որպեսզի պատկերացնենք, թե ինչ աղմուկ է այն բարձրացնում, մենք եւս կատարենք փորձ։ Ինչպես լսեցինք, պայթյունի ձայնը իրոք բարձր է, իսկ սարքը ցույց է տալիս 93 դեցիբել։ Ստրեսային իրավիճակները առաջացնում աղմուկը։ Ակաջի թաղանթը կարող է պայթել բարձր աղմուկից։ Անգամ ցերեկային ժամերին մեր փորձերի աղմուկից բողոքողներ եղան։ Պատկերացրեք, ինչ վիճակ է ստեղծվում, երբ գիշերային ժամերին հրավառության ձայնի ուժգնությունից միանում են մեքենաների ազդանշանները։ Բայց ուր եւ ում բողոքել։ Իդեպ հրավառության աղմուկի դեցիբելները չափվում են առաջին անգամ, այն էլ մեր խնդրանքով։ Մեզ ոչ մեկը դրա համար չի դիմել։ Հրագործական ապրանքներ օգտագործելը եւ դրանցով մարդկանց հանգիստը խանգարելը մտնում է վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 180 հոդվածում, համաձայն որի հասարակական վայրերում լռության խախտումը համարվում է վարչական իրավախախտում։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը նախատեսում է լռության պահպանման կարգ, որը սկսում է ժամը 22-ից եւ ավարտվում է ժամը 6-ին։ Իսկ արգելվող ժամերին հրավառություններն օրենքով պարտավոր են վերահսկել համայնքի ղեկավարները, ինչպես երևում է, նման վերահսկողությունը արդյունավետ չէ։ Միացյալ Նահանգներում օրինակ լռությունը խախտելը, այն էլ արգելված ժամերի հրավառությամբ պատժվում է։ Լոս Անջելեսում հրավառություններ չի լինում, որովհետև եթե կենտրոնում է, ասենք, քաղաքի մեջ է, ոչ թե քաղաքից դուրս է, իրանք իրավունք չունեն ժամը 11-ից հետո խանգարեն, ասենք, քաղաքացու անդորը։ Եթե դու աղմկես, աղմուկ անես, հարևանդ կարող է զանգի կամ ինչ-որ մեկը ու փոլիս կանչի։ Խնդիրն իսկապես լուրջ է, ուստի այս դաշտի վերահսկման գործառույթը ոչ միայն անցել է ոստիկանությանը, այլև օրենսգրքում կատարվել են փոփոխություններ։ Վարչականությունը սահմանել է ժամը 23:00-ից մինչև առավոտյան ժամը 7:00։
Բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։ Այսուհետ ժամերը խախտողները կտուգանվեն 100,000 դրամով։ Եթե վարչական տույժ նշանակելուց 1 տարվա ընթացքում վարչական արարքը նորից կրկնվի, զանցանքը, չէ, վարչական իրավախախտումը նորից կրկնվի, այս դեպքում նախատեսվում է 200,000 տուգան։ Դե իսկ մի շարք նորմերի էլ պետք է համապատասխանեն հենց օբյեկտները։ Առաջին հերթին պետք է պահպանվի հրդեհային անվտանգության կանոնները, որոնք հաճախ անտեսվում են։ Օբյեկտի տերը պետք է համոզված լինի, որ ինքը գնել է այնպիսի հրատեխնիկական հրագործական արտադրանք, որը համապատասխանում է մեր նորմերի պահանջներին։ Տարածքը պետք է մաքրվի, ասենք հրդեհավտանգ նյութերից 20 մետր շառավողով այնտեղ պետք է մարդիկ ներկա չլինեն։ Այս ամենի անտեսման հետևանք էր, բարեբախտաբար վնասները մեծ չէին։ Բացի հրավառություն կազմակերպելը պետք է համաձայնեցվի քաղավիացիայի գլխավոր վարչության հետ, քանի որ լուրջ վտանգ է օդային տրանսպորտի համար, իսկ հրավառություն իրականացնողը պետք է ունենա համապատասխան որակավորում։ Այստեղ իհարկե խնդիր կա օբյեկտների ղեկավարի հետ կապված, որ նրանք չպետք է թույլատրեն ամեն պատահած անձ այդ գործով զբաղվի։ Կա եւս մեկ խնդիր։ Գուցե սա հրագործական ապրանքների ազատ վաճառքն ու հասանելիությունն է։ Հիմա ամենտեղ այդ հրատեխնիկական հրագործական արտադրանքը վաճառում է, նորմալ, ասենք, վերահսկողություն չկա։ Հրդեհային անվտանգության կանոնները եւս վերանայվում են, նախ հրավառությունների մասով։ Տուգանքները եւս անխուսափելի են։ Այսպիսով, գիշերային ժամերին հրագործական ապրանքների օգտագործման մասին օրենքը հունիսի 2-ից ուժի մեջ է։ Ռեստորանների հարևանությամբ ապրողները գուցե հիմա կարողանան ժամը 23-ից հետո հանգստանալ։ Հերմինե Բաղդասարյան, Ատոմ Համբարձումյան, Զոհրաբ Քարամյան, Սուրանկյուն։